Պարոն փոխքաղաքապետ, դուք կներկայացնեք ձեր կողմից իրավիճակը, ինչպես եղավ, նախ ձեր կողմից էլ լսեցինք, դուրս արի հեսա կասեմ, արա ձենդ իջացրու, այս ինչ մշակույթ եք բերում։ Մենք չենք բերում այս մշակույթը բերում է ընդդիմությունը, ովքեր որ տարական հարգանք չունեն եւ տարական ընթացակարգերին չեն հետևում, որպեսզի գրանցվեն եւ կան ելույթ ունենան ամբիոնից, որի համար կա հատկացված ժամանակ եւ տեղից բարբաջում են մարդիկ, տեղից ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք որ առհասարակ իրավունք չունեն, հեսա ես կմարապարզաբանեմ ինչից որ սկսվեց, ես հատուկ ուշադրություն դարձրեցի, որ Մայր Հայաստան կամ Բարգավաճ Հայաստանի ցուցակի, չգիտեմ որ երրորդ համարը, որ նաև հանդիսանում է հավաքանու անդամ Երևանի, ես իրեն հորդորեցի, որպեսզի ինքը ավելի շատ մտածի այն մասին, թե իրենց լիդերը եւ իրենց երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, եւ ես իր փոխարեն որ լինեի, թե իմ լիդերը մեղադրվել նման մեղադրանքով, ես առհասարակ սուս կմնայի եւ ինը հորդորեցի իրենց Եվ այդտեղից իրենք նորից շարունակեցին իրենց ռեպլիկները եւ այդ ռեպլիկները անթույլատրելի է, որովհետեւ եթե դուք նկատել եք եւ ես վստահ եմ, որ դուք նկատել եք բազմիցս, որ անգամ մեզ ամենասուր քննադատելու դեպքում, երբ որ ամբիոնից մեզ սուր քննադատություն են հնչեցնում կամ վիրավորանքին մոտ նախադասություններ մենք լուրջ լսում ենք, այնուհետև ամբիոնից պատասխանում ենք, բայց իրենց մոտ մի սովորույթ կա, որտեղ որ հենց որևէ մեկը իրենց հասցեին, որևէ փոքր ինչ քննադատություն իրենք տեղից սկսում են գորգռալ եւ փորձում են լռեցնել բանախոսին, ով որ ելույթ ունի, եւ դա թույլ չեմ տալու ես որպես նիստվարող, եւ մենք առհասարակ դա թույլ չենք տալու։ Այս թույլ չտալու տարբերակը կռիվն է։ Ես իրեն հորդորեցի, ինքը նորից տեղից սկսեց այլ ռեպլիկներ անել եւ ես իրեն դուրս հրավիրեցի։ Ասացի որ դուրս արի, այո, դուրս արի։ Ասեմ, ինչ պետք է։ Դուրս կգար կասեի կտեսնեք, դուրս կգար կասեի կտեսնեք։ Դե հիմա տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, որի համար ես ներողություն եմ խնդրում ուղիղ եթերով հետևող մեր բոլոր քաղաքացիներին։ Անկամ պարոն Ավինյանը եկավ փորձեց բաժանել, բայց չկարողացավ ըստեյության։ Դե հիմա երբ որ կրքերը բորբոքվում են, հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, գիտեք որ մի փոքր անկառավարելի վիճակ է ստեղծվում, բայց փառք Աստծո վիճակին ինչ որ մի պահի սկսած կառավարելի դարձավ։ Բայց պետերն էլ էին խառնվել մասնակցում, դա նորմալ է, պարոն Փամբուխյան։ Այստեղ էին անվտանգության աշխատակիցները նույնպես եկան, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը, վարչության պետերը նույնպես մարդիկ են, որոնց հասցեն նույնպես հնչում են որոշակի վիրավորանքներ եւ նրանք էլ իրենց նյարդերը տեղի տվեցին, ինչը որ գուցե լավ չի, այո, ես համարում եմ որ բռնությունը լավ չի, բայց ամեն դեպքում մարդկային իրավիճակը, երբ որ մարդուն վիրավորում են, իր նյարդերը տեղի է տալիս եւ ստանում ենք այն, ինչ ստանում ենք։ Քաղաքապետ, դուք ասացիք, եթե ձեր քաղաքական լիդերին մեղադրեին պետական դավաճանության մեջ, դուք կլռեք։ Հիմա եթե օրերից մի օր իշխանափոխություն տեղի ունենա եւ օրվա իշխանությունը ձեր թիմի լիդերին պետական դավաճանության մեջ մեղադրի, շարունակելու եք լռել, թե փորձելու եք օրինակ պաշտպանել ձեզ։ Ուրեմն տեսեք ինչ է, եթե դուք համարում եք, որ իշխանությունն է որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, դա արդեն ապօրինի է, այդ տվյալ մեղադրանքը տվյալ անձի ոչ թե իշխանությունն է մեղադրել, այլ իրավապահ համակարգն է մեղադրել, եւ իմ լիդերը եւ մեր լիդերը առհասարակ որևէ աղերս չունի պետական դավաճանության, դա այդպես որ այդ մասից բացառում են, որ օրերից մի օր նման բան տեղի կունենա։ Մոռացել եք, որ Նիկոլ Փաշինյանը անոնսեց հենց Անդրանիկ Թևանյանին ձերբակալելու իրավապահների գործողությունների նախընտրական քարոզարշավի վերջին օրերն էին։ Գիտեք ինչ, այս մանիպուլատիվ հարցերը, այսինքն ինքը որպես երկրի վարչապետ տեղակ է եղել նման քրեական գործ կա եւ շուտով իրավապահ համակարգը նման մեղադրանք է առաջադրելու եւ նա ընդհանրապես հանրության հետ կիսվել, այսինքն քաղաքական կառավարության կաբինետներում չի գրվել այդ գործը, այդ գործը կա եղել է իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում եւ կհետևեն կտեսնենք ինչ զարգացումներ կունենա։ Պարոն Փամբուխյան, առաջին դեպքը չէր, երբ որ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է, ձեռնամարջ, շիշնետոցի, ապտակներ, այսօր նաեւ տեսանք, որ ավականու անդամներ Անի Խաչատրյանի եւ Աննա Ավետիսյանի միջև թեթևը որն է իրար խփեցին, ջուր լցրին, շիշնետեցին։ Ի վերջո ինչու չի ստացվում նորմալ մարդկանց պես
հանդարտեցնել իրավիճակը, եթե նույնիսկ ինչ-որ, ինչպես նշում եք, հրահրելու դեպքեր են լինում, ո՞րն է պատճառը, ինչու չի ստացվում կառուցողական մթնոլորտում այդ ամենը իրականացնել։ Դրա պատճառը նրանում է, որ մեր ընդդիմության մի հատվածը, մասնավորապես օրինակ Մայր Հայաստանը, ինքը արդեն այսպես կոչված ոչ լեգիտիմ ներկայացուցիչ է Երևանի ավականում եւ իրենք չհանդուրժելով, չհամակերպվելով իրենց պարտության հետ եւ ժողովրդի հաղթանակի հետ, իրենք փորձում են որոշակի մանիպուլատիվ գործողություններ իրականացնել, որպեսզի սրեն իրավիճակը կամ նորից եմ կրկնում, փորձեն լրացնել այս կամ այն ելույթ ունեցող ավականու անդամին։ Սա է, իսկ եթե դուք նկատել եք, մենք շատ կոնստրուկտիվ, շատ նորմալ քննարկումներ գնում էր, այսինքն շատ քաղաքակիրթ, քաղաքական բառապաշարով ընթանում էր նիստը, մինչ իրենք չսկսեցին իրենց տեղից ամեն մի ելույթ ունեցողի ամեն մի բառից հետո որոշակի կոմենտ, ռեպլիկ եւ վիրավորական կամ հեգնական արտահայտություններ, եւ սա առաջին դեպքը չէ։ Իդեպ կրկնեմ, որ մենք բազմիցս ներկա ենք եղել նմանատիպ դեպքերի, երբ որ իրենք իրենց տեղից եւ դուք ես վստահ եմ, որ դուք տեսել եք դա, դուք գիտեք։ Հիմա ինձ հարցնում եք, բայց ես վստահ եմ, որ դուք տեսել եք, գիտեք, որ չէ, լավ եք անում, որ հարցնում եք։ Ես ամեն ձև փորձեցի, ասացի լռեք, հրավիրեցի հաջորդ արդեն ելույթ ունեցողին, լռեք, պարոն Ստեփանյան, լռեք եւ այնուհետեւ ինքը իր տեղից որ որոշակի արտահայտություններ արեց, իմ նյարդերը նույնպես տեղի տվեցին եւ ասացի դուրս արի, հետո կտեսնենք։ Նշում եք, որ ոչ լեգիտիմ, ինչու ոչ լեգիտիմ։ Դե հենա ընտրությունները ցույց տվեցին, որ Մայր Հայաստան առհասարակ նման միավորում այլևս գոյություն չունի, իրենց լիդերը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, իրենք միավորվելով Բարգավաճ Հայաստան կուսակցության մեջ կամ չգիտեմ ինչ լինելով, այտենց էլ չհասկացանք վերջը դաշինք էր թե ինչ էր կուսակցություն էր թե կուսակցական էր, իրենք առհասարակ ձայնը չհավաքեցին եւ դուրս մնացին ազգային ժողովից, այդ թվում նաեւ Երևանում համեմատաբար քիչ ձայներ են հավաքել, քան նախկինում են հավաքել։ Դրա համար արդեն ըստ էության այդ ուժը գոյություն չունի։ Բայց պարոն Համուրյանի չէ կարծում, եթե անվավեր ճանաչելուց հետո կհնբերակվիակության որոշում կայացներ, իրենք չէին ստանա այնքան ձայն, որ հաղթանակ։ Չեմ կարող ասել, ես ԿՀ-ի փոխարեն ոչ կարող եմ ԿՀ-ի փոխարեն ոչ ԿՀ-ի որոշումներից եմ տեղյակ, ոչ առհասարակ, կսպասենք կտեսնենք թե ԿՀ-ն ինչ որոշումներ կկայացնի։ Չէ, չի կարող կայացնել արդեն սա։ Դե ուրեմն չի կարող։